եւ ինձ հետ դույով խոսեցիք, Տիկին Ղահրամանյան։ Ես ձեզ հորդորեցի անցնել դուքի։ Հարգելի հեղին է, նորից եմ կրկնում, ձեզ բորբոքեց իմ քաղաքական գնահատականը, այն կրկնում եմ հիմա, կրկնել եմ նաև նախկինում, լրագրող եղած ժամանակ 8 տարի շարունակ, այո, սուտը ՔՊ-ի քաղաքական կատեգորիան է, շնորհակալ եմ։ Սուտը նաև ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Մարիաննա Ղահրամանյանի գործիքակազմն է։ Գալ ճեպազրույցը հենց նոր ավարտած լրագրողին մոտենալ, վրդոված տոնով ասել, հերքում եմ պահանջում եւ այլն եւ այլն։ Հեղինե ջան, դուք Պարոն Աբրահամյան, ես խնդրեցի ձեզ, ես հուսամ իմ խնդրանքը կհասցեագրեք նաև ձեր խմբակցության ղեկավար պարոն Նարեկ Կարապետյանին եւ հարցը կկա։ Եկեք ոնց բարեկրթության մթնոլորտում աշխատում ենք հենց խորհրդարանում նույն ձև էլ շարունակենք։ Ես միայն կողմնակից եմ բարեկրթության սահմաններում աշխատել։ Հեղինե, քանի որ գործող անձին ասած ակամայից ստացվեց, որ մեր գործընկերն դառնալ դե բայց ստացվեց։ Կոմիկ արտիկլ լսեցին, հիմա Տիկին Ղահրամանյանը ասել դուք եք հատել բարեկրթության սահմանը, դուքից անցել եք դուի։ Ես օթյակում, ինչպես հարգելի գործընկերներ ձեզանից շատերը լուսաբանում եմ ազգային ժողովի նիստերը եւ երբ որ կառավարության ծրագիրը դրվեց քվեարկության, օթյակից ես նկարահանեցի, այո, ֆիքսեցի քվեարկության պատկերը, քանի որ տեսադաշտում մասնավորապես ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորներն էին, իմ տեսախցիկը ֆիքսեց, որ Տիկին Ղահրամանյանը քվեարկության ժամանակ ձեռքը մեկնում է իր գործընկերոջ ուրեմն կոճակի ուղղությամբ, այո, կարծեք թե Հայկ Սուքիասյանն է, եւ այսպիսի ժեստ է անում, որը ինձ գուցե թվացել է, ես չեմ պնդում, որ կոճակը սեղմելու գործողություն է ինձ ստացել։ Գուցե չի սեղմել Տիկին Ղահրամանյանը, չի հասցրել սեղմել։ Տեսնենք էլի, մենք էլ տեսնենք։ Ես չեմ պնդում, որ Տիկին Ղահրամանյանը անպայմանորեն սեղմել է կոճակը, համենայն դեպս որպես լրագրող, որպես դիտորդ ինձ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծել, որ Տիկին Ղահրամանյանը ձեռքը մեկնում է Բայց հետո երբ որ ասաց ձեզ սկրին է ուղարկել եւ ցույց տվեց, որ չի քվեարկել, ճիշտ ասած, հարգելի գործընկերներ, քիչ առաջ մենք միասին Տիկին Հակոբյանի ճեպազրույցին էինք այո մասնակցում եւ ես չհասցրեցի, ճիշտ ասած, լսել Տիկին Ղահրամանյանի առարկությունները, նույնիսկ չի հասցրել տեսնել թե հեռախոսով ինչ է ուղարկել։ Ենթադրում եմ իմ մեսենջերին է ուղարկել։ Ահա, հենց նոր ես որպես ապացույց ցույց տամ, որ հենց նոր անշուշտ ես իմ անձնական նամակները չեմ պատրաստում։ Հիմա այդ սկրինը որ ուղարկել է, խնդիրներն է, որ Տիկին Ղահրամանյանը ձեր բոլորի ներկայությամբ դուք ականատես եղաք, մոտեցավ եւ այն տոնայնությունը, որով նա մոտեցավ եւ հերքում պահանջը, կարծում եմ ֆիքսել եք։ Իհարկե ոչ տեսախցիկներով, բայց մենք այդ ժամանակ բարեկրթությանը էլի դուք ֆիքսեցիք, որ Տիկին Ղահրամանյանը դույով սկսեց ինձ հետ խոսել եւ ես նրան հորդորեցի մնալ բարեկրթության սահմաններում եւ դուքով խոսել, որովհետեւ որքան էլ մենք նախկին գործընկերներ ենք, այդուհանդերձ Տիկին Ղահրամանյանի կարգավիճակը հիմա այլ է, իմը այլ։ Եվ երբ որ նա ինձ դիմեց աղջիկ ջանով, դա եւս կարծում եմ ֆիքսել եք